Պատերազմը սկսելուց հետո ես երրորդ օրը Ղարաբաղում էի, 2 շաբաթ եղել եմ Ղարաբաղում եւ ասեմ իմ գնալուց հետո ուղղակի երրորդ օրը ես դիմում էի եւ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ իմ հիմնական մեսեջը հետեւյալն էր անել ամեն ինչ պատերազմը կաղնեցնելու համար պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ խնդիրների որովհետեւ պատրաստ չենք այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալ այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ Փաշինյանը ինձ կուտի ուղղակի ինձ բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյան ունեցանք այն ինչ ունեցանք Ղարաբաղում հիմա այդ դրոնների դերակատարությունը բոլորը տեսնում եք Ուկրաինայում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ինչ դերակատարություն ունեն բայց առաջի այսպես ծիծեռնակները երևացել են 16 թվականին որից ուղղակի պետք է շատ լուրջ հետևություններ անել ոչ թե սու 30-ներ ասենց սելֆի սուեր գնել այլ պետք է ռեփ համակարգեր պետք է ոչ շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ չարվեց դա հիմա սրանք են հիմնական պատճառները որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան 91-94 թվական 16 թվական որը հետաքրքիր էր որ շատ կարճ էր բայց նախանշում էր տրենդը եւ մենք այդ տրենդից ըստ էության հետեւություն չարեցինք ուրեմն հետեւյալ եզրակացության մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանի ոչ միայն քանակական բոլոր գրեթե ցուցանիշներում, այլ սկսել են շեշտակի զիջել նաև որակական հարցերում, կապված մեր անվտանգային հարցերի հետ։ Ձեր կարծիքով, ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մտածել թե պատերազմում կարելի է հաղթել միայն բանակ ունենալով, միամտություն է։ Եվ խնդիրներից մեկը նաև 20 թվականի 44 օրյա պատերազմի նաև նա էր, որ բանակը 1-2 շաբաթ պետք է, այսպես ասենք, զսպի առաջի հարվածը, բայց հետո ամբողջ պետությունը իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչը ըստ էության չկայացավ։ Եվ օրինակ այն ժամանակ ամենից մեծ սխալներից մեկը, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ համալրել մոբ ռեսուրսով այն զորամասերը կայացած, որոնք առաջի գծում արդեն կռվում էին։